ջան, բարև ձեզ։ Հուսով եմ լավ եք։ Ճիշտ է, այդ կարգի լավ չենք ես իրադարձություններից, բայց դե ամեն դեպքում մի շատ կարևոր բան եմ ուզում ասեմ։ Մեր Էջմիածին քաղաքում ընկար Էսա կզան Մեր Էջմիածին քաղաքում մի հատ դնգարանում մի հատ կուկու է ապրում։ Այս երկու օրը վիդեոռոլիկներով ինձ է անդրադառնում, ինչի համար ես շատ իմանամ ինչ քաղաքական պատվերներ է կատարում, ում համար է կատարում, խի է կատարում, ասեմ որ կուկու ջան ապրես, քեզանից շատ շնորհակալ եմ, որ ինձանով ես անդրադարձել, ուրեմն դու ես պատկերացնում եմ դուք ինչ կարգի վախեցած եք, որ ինձանով եք անդրադառնում։ Նախ որ ուզում ես մարդկանց աչքերը բացես, ապացուցես, որ ես 44 օրվա պատերազմի մասնակից չեմ, ապրես կուկու ջան, ես իրոքից 44 օրվա պատերազմի մասնակից չեմ։ Ես 44 օրվա պատերազմում արել եմ այն, ինչը որ պետք է անեին, ինչը որ ինձ էին ասել, ես մեքենայով սնունդ եմ տարել, Արցախ հետ եմ եկել, ես չեմ ավտոմատ վեկալել, կռիվ չեմ արել, պատերազմ չեմ մասնակցել, այդ որ դու էֆիրներում ասում ես Արմենը փախավ Արցախից Կուկու ջան, ցավը տանեմ, դու աղջիկ ես չեմ ուզում հələ որ քո նկարը դնեմ ու քեզնով անդրադառնամ, պրոստը քեզի զգուշացնում եմ, որ բաներ ես ասում, այ ճիշտ ես ասել, որ չեմ մասնակցել պատերազմին, իրոքից չեմ մասնակցել, ես սնունդը տարել եմ երկու անգամ, օրը երկու անգամ գնացի Արցախ եկել եմ, Երևան, Արցախ, հա, որ չեմ մասնակցել, ոնց ասեմ մասնակցեմ, հələ արի Էջմիածնով մեկ-մեկին խոսցրա ասա Արմենը պատերազմին ավտոմատ վեկալել է, կռվել է, որ հելել ես, այտենց հիստերիկացել ես, քո բուժման փողերը տվել են, խրգել են Մոսկվա, որ դու բուժվես, ասել են Արմենից կխոսաս անպայման, այդ լավ է, որ խոսում ես, ես հարգում եմ քո անցածուղին, կուկու ջան, դու պատերազմի մասնակից ես եղել, վիրավորվել ես, բայց չի կարելի մարդու անձին կպնել, եթե դու մարդուն չես ճանաչում, ինձի շատերն են ճանաչում, ես քո դեմ չեմ ելնելու պայքարեմ, կուկու ջան, դու գլոբալ իմ համար եղած, չեղած մարդ ես, ես պայքարում եմ վերևները, դու իմ համար ընդամենը ճանճ ես, եթե քո դեմ կռիվ անեմ, երկրորդը ինչ որ մեկի կուկու ես իմանալու եմ դու ում քաղաքական պատվերն ես անում կամ ում մասին որ խոսում ես դա ես եմ լավ իմացի հիշում ես ինձ չէ լավ այն որ բժշկի թղթերը վեկալել էիր գալիս էիր քաղաքապետարանի դեմը կայնում էր ասում էր սրանք իմ հարցերը չեն լուծում Արմեն ջան օգնաբան հիշում ես չէ կամ դու ինչ կապ ունես Արցախի դրոշը որ կտրել էին եկար հանդե ես իմ կապիկություն արիր մի հատ էլ ստենդը նսել ես ասել ես Արմենը ես ինչ արել այդ Արցախի դրոշը սաղս ենք դրել ճիշտ է դու ես մեր հետ դու ես մասնակցել բան չունեմ ասելու բայց չի կարելի որ նման ես մի օր լսել ես ասեմ Արցախի դրոշը մենակ եմ արել ես եմ արել Արցախի դրոշը սաղս ենք դրել սաղ ով որ ներկա է կազմակերպել է դրել է ես չգիտեմ դուք խեք ինձանից այդքան վարված խեք եսքեն աբիժնիկ մնացի ինձանից, ես այդ մարդը չեմ, որ դուք ինձից աբիժնիկ մնաք, ճիշտ է, ես քաղաքական մեծ հայացներս այն է ելնելու, որ քաղաքը ամեն մեկը չի կառավարելու, չի գալու, սենց նստի քաղաքապետը, այսենց ոնց որ Էջմիածինը ավիրին, հիմա էլ նորից ավիր է, եթե դու այդքան հայրենասեր էիր, կուկու ջան, պատերազմի մասնակից էիր, 90-ականների մասնակից էիր, մի օր գայր հետս դպրոցներում ման գայր, ասեիր, հələ եթանք տենանք Արմենը ընգելա հերոսների նկարներն են ուզում հանեն, չթող հանին, գայր մի օր հայոց պատմության առարկան, հայ եկեղեցական առարկան դպրոցներից հանել են, գայր հետս մի օր ասեիր եթանք Արմենին օգնենք ընգելա սրա հետ նրա հետ քյալլա տալի, որ այդ առարկան չհանեն, կուկու չի կարելի, մյուս անգամ, ես պրոստը հիմա որպես կին, հիմա ես քեզի ասում եմ, որպես կին քեզի ասում եմ, քեզի
Չեմ ուզում քեզանով անդրադառնալ, պրոստը տղեկ այնքան շատ են խնդրել, ասում են ամոթա հելել ասենց բաներ անում, մեկա տակը գրել են, մի հատ մտի կոմենտները նայա, ինչ են գրում, քո մասին կամ իմ մասին։ Դու հիմա Ռուսաստանում ես, զանգում եմ էլ չես պատասխանում։ Գազ կտենաս, գազ ինձ ինչ չտենաս, ես հրապարակ եմ 24 ժամ, ով հասնում է գալի տենում է, դու գազ ինձ ինչ տենաս։ Կամ ասում ես հելի Նիկոլի դեմը ասա, արա ես Նիկոլի դեմն էլ եմ ասում, քո դեմն էլ եմ ասում, սաղի դեմն էլ ասում եմ։ Հայրենասիրությունից ես խոսում, երկրից միակ բարերար մարդուն դատեցին, հելար քեզի մի հատ հայտարարություն անեիր գոնե, հայրենասիրություն, քո բանակի համար այդ մարդը բարերար չի էլ, կուկու։ Մեծ մարդ էր, չես էլ ամանչում։ Ես կիմանամ դու ջրաղացին ես ուզում ջուր լցես ու իրան էլ կանրադառնամ։ Անես որ իմացի որ բան ես խոսում, Արմենը ոչ թռացա, ոչ բան, Արմենը օրը երկու անգամ Արցախ սնունդ էր տանում գալի կռվի վախտը, Արմենը կռվի, ասում Արմենը ավտոմատա վեկալ է եկե, էդ ով ասե, տո ասողին էր, տո քեզ է, այ հիվանդներ, մի հատ ուշքի արեք էլ երը տեսեք ինչ եք անում, երգիրը ոտի տակից էտում է, այդքան հերոս դատեցին կուկու, մի օր գնացիր, այդ հերոսների կողը բաներում կայներ, դատարաններում կողը կայներ, հա, մորացել ես, հաստատխտերը վեկալել էիր Վազմ Երեսյանյան ասում էիր, թոշակը սկդրել է Դիանա Գասպարյանը, նպաստը սկդրել է, թո լավ են արել, Տո ձեր նմանները ինչ իրավունք ունեն, թոշակ ստանան կամ նպաստ ստանան։ Են իրական մարդկանց էլ ասում են սենց շինեցա։ Կուկու ջան, քո համար ապրի, քո համար քո կյանքը վայելի, ինձից էլ գործ չունես ցավը տանեմ, ես գիտեմ ոնց եմ պայքարում, ում դեմ եմ պայքարում, ինձ էլ ասում են նապաստակը, լսրան նայա, խելքից ձուն գա, նապաստակը ես եմ, թե դուք եք արա, մտել եք դռները, ծակերից դուրս չեք գալի, Երգիրը Նիկոլը ծախել է, տվել է, ձեր 90-ականների կրված ազատագրած հողերը Նիկոլը այսօր տալիս է, բա մի օր հելնեիր գայր, բա գայր տենայր հրապարակ ծեծում էին մեզի, ջարդում էին, գայր կողս կանեիր, դե ածականը կուկույա, չեմ իմանում, ես տնգարանու ապանում, բայց ինձանով է հել է խոսում, աղբեր, Են գելերին թողել է, ընկել է իմ հետևից, ինչ ա ուզում ինձանից ես է չեմ մանում, ինչ ա որ ասել եմ չի լինելու, քաղաքում են մարդիկ, ով որ առաջ դրաշ չունի ես քաղաքում, հատ կուկու լավ իմացի, մասնակցելու եմ քաղաքապետի ընտրությանը, էշ մի ասում, ու քո նմաններն էլ չեմ թողալու, որ մասնակցեն, սաղի դեմքը պատրաստ դնելու եմ սաղ ժողովրդի դեմը, որ ժողովուրդը իմանա սրանից հետո ով 7 տարի ժողովրդի խապելով ձեր նմանները, դու կուկու վաբշե խոսալու բան չունես, աղբորտես, այսքան բան է, հիմա էլ զանգում եմ Մոսկվա է, զանգից պատասխանա գոնե, հələ տենամ մի հատ կարում ես այդ ամեն ինչ հեռախոսով իմ հետ խոսած, ժողովուրդ ջան կներեք, հետևեք այսօրվա էֆիրներին, այսօր շատ կարևոր էֆիր է լինելու, կուկուին պրոստը մի թեթև անդրադարձա նրա համար, որտև ինձ ասում է Արմենը պատերազմից փախել է, Արմենը ոչ գնացել է, Արմենը կես մետրից թուրք է տեսել, ոչ մի բան չեմ, 100 մետրից թուրք չեմ տեսել, կիլոմետրից են թուրք չեմ տեսել, որ պետք է լինի մարդիկ լիքն են, մարդիկ լավ են իմանում, ես ինչ եմ արել, ես չեմ գնացել կռիվարը, ինձ ասել են սնունդ տեղափոխա փուչուր մեքենայով, ես սնունդ եմ տեղափոխել, Էշմիածնից Արցախ սնունդ եմ տարել եկել եմ ասել եմ Նիկոլը Արցախը դավաճանել է, ինձի մարդիկ չեն հավատացել, ասել եմ մսաղացա, մարդիկ չեն հավատացել, ասել եմ առանց հրամանատար զորքերին տանում գցում անտառները, էլի չեն հավատացել, հիմա նոր սկսում են հավատալ, որ ես ճիշտ բաներ եմ ասում իրանց։ Ամենս որ կուկու ջան, որ մի բան խոսում ես, իմացի ինչի մասին ես խոսում, ում մասին ես խոսում,